մարդուց վատ դեպք, գոյություն, այսինքն մարդուց վատ, մեկ էլ մարդն է, հա, ինչ դեպի մասին է խոսքը, քրիստոնյա ազնվորությունը, եթե Աստծո հետ ունենում է կապ, այդ բնույթը սկսում է խափանվել, չաշխատել, պարտադիր չի է սատանան գա քեզ, ասի գիտես ինչ գնա գողություններ, արդեն այդ չար բնույթը քո մեջ կա, գողություն անելու, սուտ խոսելու, այդ մարդկա սուտ խոսանա, մարդկա ձեռնարկաշակողը, մարդկա շնացողը, ու մարդիկ չեն կարող իրանց վրա, չեն ուզում այդպես լինել, իրանք էլ զգում են, որ լավ բան չի, չեն կարող իրանց վրա, ասում են չեն կարող, էս են, իրա բնույթ իրան կառավարում է, այդ ժառանգել են Ադամից, անհնազանդությունով, Ադամից ծնվելով, տենց եկե մեկ ենք ծնվել, ու մեր պապերը, մեր հերերը, մեր պապերը, ու տենց բոլոր նույն բնույթով այսպես ծնվել են, մեղքը մեղքից է ծնվել, հա, Պողոս Արաքյալը օրինակ, հա, տանջվում էր, ասում էր, ես չեմ ուզում այս բանը անել, բայց չեմ կարող, բայց այս բանը, որ ուզում եմ, չեմ կարող անել, որտեղ ասում եմ մեջը մի այլ օրենք կա, ես մտքով մտածում բանը ծառայում եմ Աստծուն, օրենքի, բայց ներսում մի հատ հակառակ Աստծո կանոնին, Աստծո պատվիրանին լրիվ հակառակ օրենք է գործում։ Ես ինչ անեմ սրա ծերը, ընկել եմ կրակը, ես ո՞ց ազատեմ սրանից, այ քեզ բան, ես չեմ ուզում, բայց ինձ ստիպում է, ուզում է, բայց չեն ասում մարմինը բույնի է, մարմինը որ ուզեց, դեմը չես արել, պետք է մարմինի ուզածը տաս, հանգիստ չի տա քեզ, գիշերը չի թողի քնես, մինչև իր ուզածը չանես, չբավարարվես, իրան չհանգստացնես, նոր քեզի թողի։ Ատե մեղքի բնույթն է դա, աչքը տենում է, սիրտը ցանկանում է, չէ, աչքը տեսավ, ուղեղը գործեց, եթե դու այդ ինչ որ տեսար, ընդունեցիր, հավանություն տվեցիր, դուրը տեկավ, միանգամից մտնում է ենթագիտակցություն, այսինքն միանգամից թափանցում է ներսը, ու բնույթը սկսում է աշխատել, շարժվել, ժամացույցի նման, այնքան աշխատում, պտտում ու քեզ արդեն սկսում է կախվածության մեջ ապահում։ Ու մեկ էլ դու չէր ուզում, մտքովդ չի անցել։ Մեկ էլ հանկարծակի ցանկություն առաջանում քո մեջ իրեղ գործելու, հա։ Բայց ես նոր լավ էի։ Դու տեսար, մտովի հավանություն տվեցիր, մի քիչ էլ տվիլ առար, հա, այդպես տվիլ առար, ու մեկ էլ տեսար, այդ նույն բանը քո ներսում է, ուզում է։ Դու կարաս ուժեղ կրես, լավ աղջիկ ես, դեմը առ։ Չես կարա։ Ինչքան էլ ամոթ լինի, ինչքան էլ անհարմար լինի, ինչքան էլ այս ինչ չգիտեմ, բնույթը իրան անում է։ Պիտի կորվես, ծառայեցնում է, բախի Հիսուսն ասում, ամեն մեղք գործողը մեղքի ծառա է, որովհետև եթե մեղք ես գործում, դու այդ տվյալ ծառան ես, նա քեզ տիրում է։ Դու պատկերացնում, եթե դու չիշխես քո մտածելակերպին, բանականությանը չիշխես, նա է քեզ իշխելու, նա է քեզ տիրելու։ Դա մարդու բնույթն է։ Շատ դեպքերում բնույթը արդեն կա, որ ասում ում գալը թողել եմ, իմն է։ Ծլի չլինի, միայն այդ բնույթին կասեցնողը, հանգցնողը, սպառողը Աստծո զորությունն է, Աստծո օգնությունն է։